Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսական կտրվածքով, արդեն վաղուց առկա են սեպտեմբեր ամսվա կանխատեսումները եւ շատ շուտով արդեն կլինեն նաեւ հոկտեմբերյան կանխատեսումները Եվ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մուրակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման դիտեք վիդեոները մինչև վերջ եւ բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Դե իհարկե սիրելի բարեկամներ, սարսափելի օրեր ենք ապրում, ինչպես եւ ես կանխատեսել էի սեպտեմբերի վերջի վրա, այդ չարաբաստիկ սեպտեմբերի վերջին ես կանխատեսել էի ռեպրեսիաների ուժեղացում եւ հատկապես եւ այդ թվում նաեւ եկեղեցու դեմ, իհարկե եկեղեցուն նրանց սատանայական ձեռները եւ այդ ճիրանները դեռ ամբողջությամբ չեն կարողացել հասնել այս սատանայադավան թրքապատակ իշխանությունների, բայց մենք տեսանք, որ տեղ ունեցան մի շարք քաղաքական սպանություններ, մեկ օրվա ընթացքում ես ինչքան հասկացա 3 հոգի զոհ գնաց այս իշխանություններին եւ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ազգանվեր գործունեությամբ են զբաղվում, բոլոր նրանք վտանգված են, բոլոր լինեն թե քաղաքական գործիչներ, թե պարզապես հրապարակախոսներ, նրանց այսպես ասած ազատ խոսքը սահմանափակելու համար այս իշխանությունը որևիցե բանի արչև չի կանգնելու, շատ հետաքրքիր է, որ այդ մահը, այսինքն փարաքարի թաղապետի դաժան սպանությունը, նաև մեկ հոգի էլ սպանվեց, նրա ընկերը քրեական ոստիկանության աշխատակից եւ վիրավորվեց մեկ այլ անձնավորություն, ահա այս դաժան միջադեպը տեղի ունեցավ հենց 23-ի լույս 24-ի գիշերը սեպտեմբերի ուղիղ 105 տարի առաջ Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Շատ հետաքրքիր 1920 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ այդ հարձակումը։ Ես իհարկե սիրելի բարեկամներ ավելի կմանրամասնեմ այս ամենը, առանձին տեսանյութով հանդես կգամ եւ կներկայացնեմ, թե ինչ պատճառով տեղի ունեցավ այդ սպանությունը, կվերլուծեմ սպանված թաղապետի հորոսկոպը, դա պարզապես այժմ այդքան հնարավորություն եւ ժամանակ չունեմ, նամանավանդ, որ ինչպես միշտ այս իրական Հայաստանը, կարծես թե 90-ական թվականների Հայաստանը լինի, մեկ հոսանք չկա, մեկ ջրանջատում է լինում, շուտով երևի գազն էլ կանջատեն եւ կվերադառնանք 90-ական թվեր, երբ այնպես որ կներեք այս մթության համար, պարզապես հոսանքը շատ անսպասելիորեն անջատվեց, դա շատ կանխատեսելի է, քանի որ հենց հանձնվեց ԿՊԱ-ականներին եւ դարձավ նախընտրական ԿՊԱ-ական շտաբը ստեյության եւ որևիցե մեկը չի զբաղվում, այսինքն վթարներով եւ այլն ժամերով մարդիկ հոսանք չունեն, դա այսպես ասած շատ սպասելի էր եւ շատ կանխատեսելի էր։ Ամեն դեպքում սիրելի բարեկամներ, ապրում ենք շատ ծանր եւ բաց ժամանակներ, հոկտեմբերը շատ ավելի լարված եւ դաժան զարգացումներով էլի լինելու, ու հոկտեմբերի կանխատեսումները շատ շուտով կլինեն, օգտվելով առիթից նաեւ ուզում եմ հաղորդել ձեզ սիրելի բարեկամներ շատ ուրախալի մի լուր, ձեր բազմաթիվ խնդրանքներով զեղչվում են բոլոր քարտալիսմանները, այդ թվում նաեւ Սողոմոն իմաստունի
ամուլետները, մուրակային թալիսմանները, ես շատ շուտով նաև կանցնեմ այդ լիցքավորման Վեներայով Մարսի թալիսմանների, որովհետև շուտով հոկտեմբերի ընթացքում Մարսը արդեն իսկ մուտք է գործել իր կենդանակերպ կարիճը, որովհետև գիտեք, որ Մարսը ղեկավարվում է կարիճի կողմից, իսկ Վեներան շատ շուտով նաև մուտք կգործի իր հարազատ աստղատունը, այսինքն կշեռքի մեջ, եւ արդեն նաև կարող եք պատվիրել սիրային ոլորտին վերաբերվող ամուլետներ եւ թալիսմաններ եւ նաեւ պաշտպանական, որովհետեւ Մարսը նաեւ պաշտպանական զորություն ունի, ռազմատենչ մոլորակ է Մարսը։ Եվ այնպես որ շտապեք, քանակը խիստ սահմանափակ է, կրկին անգամ հաղորդեմ, որ ուրախալի լուր ձեր բազմաթիվ խնդրանքներով ես 50% զեղչ եմ սահմանում այդ բոլոր թալիսմանների վրա, ինչպես Սողոմոնի Մաստոնի թալիսմանների, այնպես էլ քար թալիսմանների։ Հիմա պարզապես մութ է եւ եթե ես ձեզ ցույց տամ, դուք անընդհատ գրելու եք մեկնաբանություններում ոչինչ չի երևում։ Եվ սիրելիներս բավականին բարդ եւ լարված շաբաթ է, մենք տեսնում ենք արդեն իսկ ռազմաքաղաքական զարգացումները ողջ աշխարհում հասնում են իրենց այսպես գերլարվածության պիկին, տեսնում եք ՄԱԿ-ի վեհաժողովում ինչ հաղորդագրություններ են մեզ ուղարկում այս աշխարհի ուժեղները, այսինքն առաջնորդները, տեսնում ենք ինչ է կատարվում Գազայում, տեսնում ենք ինչ է կատարվում Եվրոպայում, արդեն ազատ սավառնում են երկնքում դրոնները, թե դրանք ռուսական են, թե ուկրաինական ծագման են, շատ մեծ հարցական է, սիրելիներս, եւ այս ամենը իհարկե հուշում է, որ հոկտեմբերը լինելու է գերլարված եւ ռազմաքաղաքական զանազան բարդ իրարանցումներով լի ամիս։ Այժմ ներկայացնեմ սեպտեմբերի վերջին երկու օրվա եւ հոկտեմբերի առաջին հնգորյակի աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ։ Սիրելի բարեկամներ, բավականին լարված է սկսվում մեզ մոտ շաբաթը սեպտեմբերի 29-ին Երևանի ժամանակով 9:43 րոպեին լուսինը լարված քառակուսի կկազմի չարաբաստիկ Սատուրն մոլորակի հետ, որը արդեն սեպտեմբերի 1-ից կրկին գտնվում է ձկներ կենդանակերպում 27 աստիճան ձկներում։ Գտնվում է Սատուրնը եւ 27 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը։ 13:55 րոպեին սեպտեմբերի 29-ին Երևանի ժամանակով 13:55 րոպեին լուսինը մուտք կգործի այդ եղջյուր կենդանակերպ եւ անմիջապես դրանից հետո 15:05 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Նեպտուն մոլորակի հետ 0 աստիճան խոյ կենդանակերպում գտնվում է Նեպտունը եւ 0 աստիճան այդ եղջյուրում գտնվելու է լուսինը եւ իհարկե բավականին լարված օր է մեզ սպասվում սեպտեմբերի 29-ին մի փոքր ավելի բարենպաստ իրավիճակ կլինի արդեն երեկոյան սեպտեմբերի 29-ին, որովհետեւ 23:55 րոպեն արդեն 29-ի լույս 30-ի գիշերը լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի ռազմի ակտիվության Մարս մոլորակի հետ, որը գիտեք որ արդեն իսկ սեպտեմբերի 22-ից գտնվում է կարիճ կենդանակերպում, 5 աստիճան կարիճում գտնվելու է Մարսը եւ 5 աստիճան այդ եղջյուրում գտնվելու է լուսինը, սա բարենպաստ է ֆիզիկական ակտիվության, այս մորակային փոխհարաբերությունը բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար, սեպտեմբերի 29-ի երեկոն ավելի շատ քայլեք, զբաղվեք սպորտով, պարզապես շարժվեք, որովհետեւ երբ լուսինը Մարսի փոխհարաբերությունների մեջ նա ակտիվ էներգիա է առաջացնում, էներգիայի շարժ առաջացնում եւ եթե դուք մնաք пассив, իհարկե այդ էներգիան կարող է տրանսֆորմացվել հիվանդությունների։
Բայց ընդհանուր առմամբ բավական լարված օր է, նաև լարված կլինի սեպտեմբերի 30-ի օրվա սկիզբը, որովհետև արդեն 3:53 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի Արեգակի հետ, Արեգակը գտնվելու է 7 աստիճան կշեռքում եւ լուսինը գտնվելու է 7 աստիճան այս եղջյուրում։ Սա լուսինը ամբողջ գալիք շաբաթվա ընթացքում հիշեցնեմ աճելու է, այսինքն լուսինը կամաց կլորանալու է եւ սեպտեմբերի 30-ին առաջին քառակուսին կլինի լուսնի, առաջին քառորդում կհայտնվի լուսինը եւ իհարկե սա բարենպաստ է բոլոր այն արարողակարգերի համար, որոնք միտված են մեր կյանք դրական փոփոխություններ եւ զարգացումներ բերելու եւ այդ բոլոր արարողակարգերի մասին իդեպ կարող եք տեղեկանալ իմ երկրորդ YouTube-յան ալիքին Աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքին, որի հղումը կլինի այս վիդեոյի վերջում, դիտեք վիդեոն մինչեւ վերջ։ Եվ իհարկե մի փոքր ավելի բարենպաստ կլինի արդեն սեպտեմբերի 30-ի երեկոն 16:20 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ, որը շարունակաբար գտնվում է կույս կենդանակերպում։ Վեներան գտնվելու է 13 աստիճան կույսում եւ 13 աստիճան այդ եղջյուրում գտնվելու է լուսինը։ Իհարկե սա բարենպաստ է կանանց հետ հարաբերությունները կարգավորելու, կանանց միջև հարաբերությունները շտկելու, կարգավորելու եւ ընդհանրապես ինչ որ ընկերական հանդիպումների, դրական զարգացումների համար շատ բարենպաստ է։ Ընկերական հանդիպումները հատկապես բարենպաստ կլինեն սեպտեմբերի 30-ի երեկոյան, սիրելիներս, եւ շատ հետաքրքիր օր է մեզ մոտ, արդեն հոկտեմբերը բավականին հետաքրքիր մորակային փոխհարաբերությունների վրա է սկսվում։ Հոկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 7:38 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մերկուրի մոլորակի հետ կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին զբաղեցնում է 21 աստիճան կշեռքը, գտնվում է կշեռքում, իսկ լուսինը նույնպես գտնվելու է 21 աստիճան այդ եղջյուրում։ Սա իհարկե բարդացնելու է կոմունիկացիաները, խնդիրներ կարող է առաջացնել ճանապարհներին, խցանումներ, ընդհանրապես լոգիստիկան է բարդանալու, բարդ կլինի հենց սեպտեմբերի 30-ին լույս 1-ի այդ գիշեր եւ հատկապես հոկտեմբերի 1-ի առավոտյան 9:40 րոպեին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով 9:40 րոպեին լուսինը լարված դիմակայության մեջ կմտնի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, որը շարունակում է գտնվել Խեցգետին կենդանակերպում եւ զբաղեցնում է այժմ 22 աստիճան Խեցգետին եւ 22 աստիճան այդ եղջյուրում կգտնվի լուսինը, սա շատ բարդ մորակային փոխհարաբերություն են, անբարենպաստ է գործնական ակտիվության համար, ճիշտ է լուսինը աճում է, բայց լուսնի եւ Յուպիտերի դիմակայությունը հիմնականում անբարենպաստ է ֆինանսական գործունեության համար, զանազան գործնական հանդիպումների պայմանագրերի կնքման համար, որովհետեւ ակնհայտորեն դուք շատ ավելի մեծ գումարներ կծախսեք այդ ամենի վրա, ընդհանրենք դուք որոշել եք ինչ-որ բիզնես բացեք եւ հոկտեմբերի 1-ին եք դա սկսում, դա ավելի շատ մեծ գումար կպահանջվի ձեզանից, քան դուք պատկերացնում էիք։ Լարված կլինեն նաև մինչ անձնային հարաբերությունները եւ հատկապես հարաբերությունները այսպես իշխող դասի հետ, Յուպիտերը խորհրդանշում է իշխող վերնախավերը, էլիտաները, դատարանները եւ այլն։ 19:33 րոպեին, սիրելի բարեկամներ, հոկտեմբերի 1-ին լուսինը վեցանկյուն կառաջացնեւ Սատուրն մորակի, իհարկե սա ավելի բարենպաստ է Սատուրն մորակի համար, որովհետև լուսինը գտնվում է Սատուրն մորակի տակ, վերահսկողության տակ գտնվող այդ եղջյուր կենդանակերպում։ Եվ սա իհարկե ամեն դեպքում լարվածություն է։ Երեկոյան նույնպես կլինի լարված հոկտեմբերի 1-ի եւ 23-ից արդեն 52 րոպեին Երևանի ժամանակով հոկտեմբերի 1-ին լուսինը կլքի այդ եղջյուրը եւ մուտք կգործի ջրհոս կենդանակերպ։ Այստեղ նույնպես շատ հետաքրքիր գիշեր է մեզ սպասվում հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, շատ հետաքրքիր գիշեր է, անպայման աշխատեք հիշել երազները, որը դուք կտեսնեք հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, որովհետև լուսինը փոխհարաբերության մեջ է մտնում բոլոր բարձրագույն մորակների հետ։ Նախ եւ առաջ 0:50 րոպեին հոկտեմբերի 2-ին լուսինը վեցանկյուն կառաջացնի անորոշության, իլյուզիաների, խաբկանքների, բայց
պայծառատեսության, Նեպտուն մոլորակետ, որը գտնվում է 0 աստիճան խոյ կենդանակերպում։ Եվ այստեղ իհարկե հնարավոր են մարգարեական երազներ հենց այդ օրերի, այսպես ասած, եզրագծում։ 2:05 րոպեին Երևանի ժամանակով հոկտեմբերի 2-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի նաև հեղափոխական ուրան մոլորակետ, որը նույնպես պայծառատեսությունն է ղեկավարում, այսինքն հնարավոր է իսկապես դուք շատ ինչ-որ կարևոր կամ տեսիլքներ կամ երազներ ունենաք, շատ բարենպաստ է ապագան կանխատեսելու համար, 1 աստիճան երկվորյակներում գտնվում է ուրանը եւ 1 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ Սիրելի բարեկամներ, եւ ի վերջո 2:30 րոպեին հոկտեմբերի 2-ի գիշերը լուսինը միանալու է չարաբաստիկ եւ ավերիչ Պլուտոն մոլորակետ 1 աստիճան կներեք ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ լուսինը նույնպես կգա ու կմիանա Պլուտոնին։ Ու սա իհարկե մտահոգիչ է, որովհետեւ ակնհայտ է, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը համաշխարհային կառավարությունը եւ էլիտաները որոշումներ են կայացնելու, ինչպիսի զարգացումներ պետք է տեղի ունենան հոկտեմբերի ընթացքում եւ այդ զարգացումները իսկապես լինելու են շատ անսպասելի, շատ ակնթարթային եւ շատ վտանգավոր, սիրելի բարեկամներ, ինչու, որովհետև հոկտեմբերի 2-ին կեսօրին մոտ 12:28 րոպեն արդեն լուսինը լարված քառակուսի կառաջացնի ռազմի մոլորակ Մարսի հետ, որը գտնվում է 6 աստիճան կարիճում եւ 6 աստիճան ջրհոսում զբաղեցնելու է լուսինը, այնպես որ այդ կեսօրին հոկտեմբերի 2-ին կարևոր հանդիպումներ մի ծրագրավորեք, մի ինչ-որ նոր բիզնեսներ մի սկսեք, որովհետև անհաղթահարելի խոչընդոտների կարող է հանդիպեք, որտեղ Մարսը փոքր չարիքի մոլորակն է։ Եվ 17:41 րոպեն իհարկե հոկտեմբերի 2-ը շատ, այսպես ասած, կոնտրաստային օր է լինելու եւ արդեն երեկոյան իրավիճակը կտրուկ բարելավվելու է եւ 17:41 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Արեգակի հետ 9 աստիճան կշեռքում գտնվում է Արեգակը եւ 9 աստիճան ջրհոսում լուսինը։ Այստեղ իհարկե սա էկադաշի օր է, լավ է բարելավել փոխհարաբերությունները կանանց եւ տղամարդկանց միջև, ընդհանրապես մարդկանց միջև նոր հարաբերություններ ստեղծել եւ պայմանավորվել, բայց միայն երեկոյան հոկտեմբերի 2-ի, եթե դուք ցերեկը դա անեք, դա տապալվելու է։ Սիրելի բարեկամներ, նույնպես բարենպաստ օր է հոկտեմբերի 3, այսինքն արդեն հոկտեմբերի 2-ից հետո բարենպաստ զարգացումներ ենք սպասում եւ 22:14 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաեւ Մերկուրի մոլորակետ կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին գտնվում է 25 աստիճան կշեռքում եւ լուսինը նույնպես 25 աստիճան ջրհոսում, սա լավ է նամակագրության, լավ է ինչ-որ լուրեր ստանալու եւ ուղարկելու, լավ է ընդհանրապես լոգիստիկայի համար, լավ է ճանապարհ գնալու համար, արագ կհասնեք այնտեղ, որտեղ գնում եք։ Եվ հոկտեմբերի 4-ին 6:06 րոպեին Երևանի ժամանակով առավոտյան 6:06 րոպեին լուսինը մուտք կգործի ձկներ կենդանակերպ, այստեղ 8:06 րոպեին լարված, բավականին լարված է սկսվելու հոկտեմբերի 4-ը, լարված քառակուսի կառաջացնի լուսինը անսպասելի փոփոխությունների հեղափոխական ուրան մոլորակետ, որը գտնվում է 1 աստիճան երկորյակներում։ Այստեղ խնդիրներ ճանապարհներին հոկտեմբերի 4-ին, ինչ-որ խցանումներ են հնարավոր, կապի տատանումներ են հնարավոր, էլեկտրականության հետ կապված խնդիրներ եւ այլն։ 20:30 րոպեին լուսին հոկտեմբերի 4-ին Երևանի ժամանակով 20:36 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Մարս մոլորակի հետ, որը գիտեք, որ գտնվում է կարիճ կենդանակերպում եւ 7 աստիճան կարիճում գտնվում է Մարսը եւ 7 աստիճան ձկներում գտնվելու լուսինը, սա լավ է ֆիզիկական ակտիվության համար, լավ է թոթափել ստրեսները, որտեղ եթե այդ ստրեսները դուք ֆիզիկական գործունեությամբ, ֆիզիկական ակտիվությամբ չթոթափեք, դա կվերածվի հիվանդությունների, երեկոյան հոկտեմբերի 4-ին զբաղվեք ֆիզիկական ակտիվությամբ այդ նպատակով։ Եվ իհարկե շատ երկակի օր է նաև
նաև մեր մոտ հոկտեմբերի 5-ը։ Կարծես թե բարենպաստ օր է, լավ է օրինակ ամուսնությունների համար, նշանադրության համար, բայց 15:33 րոպեն Երևանի ժամանակով լուսինը դիմակայելով է Վեներա մոլորակին, 19 աստիճան կույս կենդանակերպում գտնվում է Վեներան և 19 աստիճան ձկներում գտնվում է լուսինն, ու սա ինչով է բարենպաստ, ամուսնությունով 21-ից 15 րոպեին արդեն հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 5-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի մեծր ցանկության մորակ Յուպիտերի հետ, որը 23 աստիճան խեցգետնում է գտնվում է 23 աստիճան ձկներում գտնվելու է լուսինը, ու սա բարենպաստ է այն տեսանկյունից, որ ավանդական աստղաբանության տեսակետից, թե միաժամանակ եւ ծիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ եւ Յուպիտերի հետ լուսինը մտնում է փոխհարաբերությունների մեջ, դա խոստանում է երջանիկ ամուսնություն։ Բայց այնուամենայնիվ Վեներան մեզ մոտ թույլ է սիրով գեղեցկության մորակը, նա գտնվում է կույս կենդանակերպում, այնպես որ եթե դուք արդեն վաղուց նախապատրաստվել եք այդ հարսանիքին, կարող եք դա անել հոկտեմբերի 5-ին։ Այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, իսկ այժմ սիրելիներս ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում կենդանակերպերի նշաններին սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Եվ այսպես շատ հետաքրքիր եւ ոչ այսպես տրիվիալ, ոչ ստանդարտ շաբաթ է լինելու բազմաթիվ կենդանակերպերի համար։ Եվ այսպես սիրելի խոհեր, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կկանա ինչ-որ շատ կարևոր գործնական խնդրի լուծում ձեզ համար, այսի պետական դրան հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, դուք մեծ առաջընթաց եք ունենալու սիրելի խոհեր, կամ գործնական կամ անձնական բնույթի առաջարկություն կստանաք, որից չեք կարողանա հրաժարվել։ Հոկտեմբերի 1-ից 4-ը ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, սիրելի խոյիկներ, նաև հնարավոր է շատ կարևոր հանդիպում ու հետագա զարգացմամբ եւ կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, բարենպաստ է օնլայն բիզնեսի համար, եթե ունեք օնլայն բիզնես։ Հոկտեմբերի 4-ից 5-ը սիրելի խոյակներ, զգուշացեք գաղտնի թշնամիների հանկարծակի ակտիվացումից եւ նաեւ գաղտնի հիվանդություններից, այնպես որ զգուշ եղեք այդ օրերին 4-ին եւ 5-ին։ Սիրելի ցուլիկներ, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը լուր արտասահմանից կամ նվեր հնարավոր է նաեւ ճամփորդություն։ Հոկտեմբերի 1-ից 4-ը կարևոր գործնական հարց է ձեզ համար լուծվելու, պաշտոնի, պետական դրան հետ կապված լինի, թե ինչ-որ աշխատանքի հետ կապված, ենթադրենք երկար ժամանակ սպասում եք աշխատանքի հետ կապված ինչ-որ փոփոխություն, փնտրում եք աշխատանք չեք գտնում, ապա բարձր է հավանականությունը, որ շաբաթվա մեջտեղը ինչ-որ լուր կստանաք, այնուամենայնիվ կամ ինչ-որ առաջարկություն կստանաք գործնական կամ անձնական բնույթի։ Եվ հոկտեմբերի 4-ից 5-ը կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, նաև կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը, զգուշացեք ճանապարհներին, զգուշացեք անսպասելի պատահարներից, լինի դա ճանապարհներ, լինի դա կապի խափանումներ, լինի ինչ-որ այլ խնդիրներ, որտեվ 8-րդ տունը դա էքստրեմալ իրավիճակների տունն է, կամ ձեզ շտապ գումար պետք կգա, բայց մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին վերցնել ցանկալի չէ։ Եվ հոկտեմբերի 1-ից 4-ը սիրելի երկվորյակներ, լուր կստանաք արտասահմանից կամ նվեր կամ ճամփորդություն։ Հոկտեմբերի 4-ից 5-ը գործնական կամ պետական դրան հետ կապված շատ կարևոր հարց է լուծվելու ձեզ համար, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, կամ ձեզ գործնական կամ անձնական բնույթի շատ հետաքրքիր առաջարկություններ կանեն, որից դուք չեք կարողանա հրաժարվել։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար բարդ է լինելու գալիք շաբաթը։
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում բարդ կլինի վերականգնել հարաբերությունները։ Իհարկե, ձեր պահապան հրեշտակ Յուպիտեր մոլորակը պահպանում է ձեզ ամեն տեսակ անախորժություններից գտնվելով խեցգետնում, բայց այնուամենայնիվ զգուշ եղեք։ Հոկտեմբերի 1-ից 4-ը զգուշ եղեք ճանապարհներին կամ ինչ-որ անսպասելի զարգացումներից, իրադարձություններից անկանխատեսել էքստրեմալ իրավիճակներից, ձեզ հնարավոր է շտապ գումար պետք է, բայց վարկեր եւ պարտքեր վերցնելը ցանկալի չէ։ Հոկտեմբերի 4-ից 5-ը արտասահմանից լավ լուր կամ նվեր կամ ճամփորդություն։ Սիրելի առյուծներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը զբաղվելու եք ձեր առօրյա խնդիրների լուծմամբ, աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերի կարգավորմամբ։ Հոկտեմբերի 1-ից 4-ը լարված հարաբերություններ կարող է ստեղծվեն ձեր եւ ձեր զուգընկերների կամ գործընկերների միջեւ, այնպես որ զգուշացեք։ Եվ հոկտեմբերի 4-ից 5-ը անսպասելի զարգացումներ են հնարավոր, էքստրեմալ իրավիճակներ, ճանապարհներին կլինի, մերձավորի առողջության հետ կապված կամ ինչ-որ խնդիրներ, վերահսկող մարմինների հետ կապված, թերթունը նա վերահսկող մարմինների մասին, այնպես որ այդ ժամանակ ձեզ շտապ հնարավոր է գումար պետք է, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Սիրելի կույսակներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու, բայց ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կուրախացնեն ձեր երեխաները, լավ է հաճույքների, հանգստի համար, այնպես նաև բիզնեսի համար։ Հոկտեմբերի 1-ից 4-ը զբաղվելու եք առօրյա ձեր հարցերով, խնդիրներով, տան հետ կապված, աշխատանքի հետ կապված, նաև առողջության հետ կապված, իսկ հոկտեմբերի 4-ից 7-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, սիրելի կույսիկներ։ Ընդհանուր առմամբ բարենպաստ է կշեռքների համար գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կշեռքների մոտ հիմնականում այսպես ծնողական օր է լինելու։ Զբաղվելու եք ձեր ծնողների հետ կապված հարցերով, տան հետ կապված, հնարավոր ինչ-որ փաստաթղթեր ձևակերպեք կամ տան առքովաճառք լինի այդ օրերին։ Եվ հոկտեմբերի 1-ից 4-ը կուրախացնեն ձեր երեխաները եւ բարենպաստ է նաեւ բիզնեսի համար, օրերը բարենպաստ են բիզնեսի համար։ Հոկտեմբերի 4-ից 5-ը առօրյա հարցեր է կարգավորել աշխատանքի հետ կապված, տան հետ կապված եւ առողջության հետ կապված։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ նույնպես բարենպաստ է գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կարճ ճանապարհ է ձեզ սպասվում, ինչ-որ հետաքրքիր հանդիպում, շփումներ, որոնք կնպաստեն ձեր հետագա գործերի բարելավմանը։ Հոկտեմբերի 1-ից 4-ը զբաղվելու եք տան ծնողների հետ կապված, ընտանիքի հետ կապված հարցերով։ Հնարավոր է փաստաթղթեր ձևակերպեք տան հետ կապված կամ տան առքովաճառք։ Հոկտեմբերի 4-ից 5-ը արդեն կուրախացնեն ձեր երեխաները, լավ է ստեղծագործել, լավ է հանգստանալ եւ բարենպաստ է նաեւ բիզնեսի համար։ Սիրելի աղեղնավորիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ նույնպես բարենպաստ է գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար։ Փող եք ստանալու հոկտեմբերի 1-ից 4-ը կարճ ճանապարհ է ձեզ սպասվում եւ լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից հնարավոր է նաեւ շատ հեռանկարային գործնական բնույթի հանդիպում լինի։ Հոկտեմբերի 4-ից 5-ը զբաղվելու եք ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, փաստաթղթերի ձևակերպմամբ կամ առքովաճառքով։ Սիրելի այդ եղջյուրիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը սիրելի այդ եղջյուրներ զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, նաեւ լուծեք անձնական գործնական բնույթի խնդիրներ, որովհետեւ հաջողությունը ձեր կողմն է։ Հոկտեմբերի 1-ից 4-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, հնարավոր է գումար ստանալ։ Եվ հոկտեմբերի 4-ից 5-ը կարճ ճանապարհ է գնալու, լավ լուրեր քույրերից կամ եղբայրներից կամ շարժական գույքի հետ հարցեր եք լուծելու կամ մեքենա եք գնելու կամ վերանորոգելու եք մեքենա։
Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, ինչու, որովհետև սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի ջրհոսներ, հնարավոր է նաև գաղտնի հիվանդությունների ակտիվացում կամ ինչ-որ այդպես թուղթուգիր ասած, այդ բացական էներգետիկական ազդեցությունները ակտիվանան, այնպես որ զգուշ եղեք, հոկտեմբերի 1-ից 4-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, որովհետեւ հաջողությունը ձեր կողմն է, սիրելի ջրհոսիկներ, հոկտեմբերի 4-ից 5-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի ջրհոսներ եւ ձկնիկներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ինչ որ շատ կարևոր գործար կամ երազանք է ձեզ համար իրագործվելու, բարենպաստ է օնլայն բիզնեսի համար եւ ձեզ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները, հնարավոր է նաեւ շատ հետաքրքիր հանդիպում լինի։ Հոկտեմբերի 1-ից 4-ը կակտիվանան, սիրելի ձկնիկներ, ձեր գաղտնի թշնամիներ, այնպես որ զգուշ եղեք կամ գաղտնի ինչ-որ հիվանդություններ կամ այդ թուղթուգիր ասած, այնպես որ զգուշացեք հոկտեմբերի 1-ից 4-ը, բայց բարենպաստ է եթե արտասահմանում եք գտնվում, հոսանքը տվեցին, ուրեմն այդպես էլ կլինի, բարենպաստ է այդպես ակտիվ արտասահմանում գործունեության համար։ Հոկտեմբերի 4-ից 5-ը, սիրելի ձկնակներ, զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, եւ հաջողությունը ձեր կողմն է լինելու, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում սեպտեմբերի վերջին օրերին եւ հոկտեմբերի առաջին հնգօրյակում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանն իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, ստեսություն, լավ եղեք, ստեսություն։